Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, նա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ այդ հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր վիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի՝ ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում են բոլոր հայերին, եւ հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ, նշել է Ռուբեն Վարդանյանը։ Всегда, как в армянской сказке, Кач-Назаров выбирал народ царем, и наше с вами решение, а не его. Убежден в наличии здоровых сил нашей нации, и что этот тяжелый кризис мы преодолеем, как это сделали много раз за нашу очень длинную историю. И будем не просто жить, а достойно жить на своей родине. Եվրոպական խորհրդարանի կենտրոնական ամբիոնից դարձյալ մինչև վերջ խայտառակվում է աշխարհին քաջ հայտնի բռնապետը։ Ալիևի բոլոր հանցագործությունները եվրախորհրդարանականների սեղանին են։ Սևով սպիտակի վրա գրված է Ադրբեջանում պահվող հայերը, այդ թվում Արցախի նախկին ղեկավարությունը ռազմագերու կարգավիճակ ունեն։ Դատավարությունները ապօրինի են ու կեղծ։ Եվրոպացի падգամավորները նախորդեի երեկոյան քննարկեցին հարցը, Բաքվից պահանջելով գերիներին ազատ արձակել անհապաղ ու առանց նախապայմանների։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես հենց իր անմիջական հարևանությամբ։ Դրա փոխարեն մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների ու սկզբունքների։ Հայաստանի հարցերի մշտական զեկուցողները Բանաձևի համահեղինակները ավելի քան 2 տասնյակ եվրախորհրդարանականներ մոտենում էին ամբիոնին ու աշխարհի աչքը բացում։ Բաքվում ավտորիտար ռեժիմ է, 23 հայ այդ երկրի բանտերում տանջվում են, պարզապես որովհետև հայ են։ Կարող է այս պայմաններում Կովկասում արդարություն ու կայունություն լինել, կասկածում է Վասիլե Դինկուն, իր ելույթում կոնկրետ է ձևակերպում. պետք է պատժվեն մեղավորները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ եւ անկողմնակալ հետաքննվեն։ Ադրբեջանական գազն է աշխարհի աչքերը կուրացնում։ Համենայն դեպս Եվրոպացի падգամավորների խումբը հիշեցնում է, այն ավելի կարևոր չէ, քան մարդու իրավունքը։ Քննարկման ավարտին Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը պատմեց, հետևում են Բաքվում ընթացող դատավարություններին։ Անօրինականություն է ու ամենաթողություն։ Վերջը տալ է պետք։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ եւ խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով մենք պետք է գործենք հիմա եւ ընդունենք կոնկրետ միջոցներ ապագա ողբերգություն թույլ չտալու համար։ Թեև բռնապետ Ալիևը պարզապես հեգդանքով է վերաբերվում եվրոպական այս կառույցին, բայց ամեն դեպքում մտահոգվելու տեղ ունի։ Եվրոխորհրդարանը Բանաձևը ընդունեց, պահանջելով Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Ի պաշտպանություն հայ գերիների Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Արցախի ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը խնդրանքով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատին, կոչ անելով հավատարիմ մնալ հումանիզմի գաղափարներին եւ ապացուցել, որ հաշտ չեն տեղի ունեցողի հետ։ ՄԻՊ-ը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատին 2024-ի դեկտեմբերին ընդունված բանաձևի համար։ Այն դատապարտում էր Արցախի ժողովրդի հետ տեղի ունեցածը, շեշտադրում արցախայերի վերադարձի իրավունքը։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում, ասել է Ալիևը Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Նրա խոսքով ներկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Անդրադառնալով եվրոպական դիտորդական առաքելությանը նա նշել է, որ այն իրականում Եվրամիության հետախուզական առաքելություն է։ Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին եւ հարմար բացեր են փնտրում մեզ հասնելու համար։ Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին, ասել է Ալիևը։
Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունից։ Նման բան գործնականում արդեն եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության սահմանադրության մեջ, ասել է Հաջիևը։ Նրա խոսքով Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր սահմանադրությունը եւ ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։ Քարերի հետ կռիվ տվող հայ ինքնությունը ջնջել փորձող Ադրբեջանի բռնապետական իշխանությունը օկուպացված Արցախում հողին է հավասարեցնում ինչ պատահի, հիմա էլ ձեռքը Արցախի կառավարության շենքին է հասել։ Ավերել են կառույցը փլատակների վերածել։ Կովկասագետ Ավանեսովը նկատում է, պատահականություններ այս դեպքում չկան։ Հոգեբանական տերոր է իրականացնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Եթե մենք ուսումնասիրում ենք ամենածավալուն անդման դեպքերը, հիմնականում սկսվել են Բաքվում շինչու դատավարության մեկնարկին զուգահեռ եւ պատահական չէ, որ հենց դատական գործընթացին զուգահեռ տեսանք կառավարության շենքի քանդումը։ Իրենք ունեն իրենց ծրագիրը եւ մեր ծրագիրը ակնհայտ է հայկական տարածքների բռնազավթում, հայկական տարածքների տիրում, հայկական հետքի վերացում, սա է եւ դա իրականացնում է։ Հային ու հայկական հետքը ոչնչացնող այս քաղաքականությունը նոր բան չէ, շարունակում է արցախցի քաղաքական գործիչը։ Նույն դաժան ձեռագիրը կիրառվել է նաեւ Նախիջևանում Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ։ Խաչքարերը ոչնչացնում, հուշարձանները մանավանդ ազատամարտի հետ կապված բոլոր հուշարձանները հայնական պատերազմի, այսինքն այդպես պլանային ձևով этаները ոչնչացնում են, ինչպես ժամանակի ընթացքում կատարվեց Նախճիվանում եւ Նախճիվանի վերջին խաչքարերը Ջուղայի, այս վերջին ժամանակահատվածում ոչնչացրեցին։ Դեռ ամիսներ առաջ թշնամին Արցախի կառավարության շենքից հեռացրեց Արցախի զինանշանը, քանդեց նաեւ ազգային ժողովի շենքը, բնակելի եւ պատմական թաղամասեր։ Թե ինչի են վերածում մեր պատմական հայրենիքը, սցենարները շատ տարբեր են։ Ցանկություն ունեն հիմնովին քանդած Արցախի ազգային ժողովի եւ ազատամարտիկների միության շենքերի փոխարեն կոնգրես կենտրոն ստեղծել, ընդ որում հիմնարկելքը արվել է հենց Ադրբեջանի նախագահի կողմից։ Նույնիսկ ադրբեջանցիները չեն ցանկանում գալ ու վերաբնակվել Արցախում, որովհետև վստահ են, հայը վերադառնալու է իր պատմական հայրենիք, ասում է արցախցի քաղաքական գործիչը։ Իրենք էլ քաջ գիտակցում են, որ վաղ թե ուշ այդ տարածքներին մենք վերցնելու ենք, ինչպես ասում են, ինչ գնով ուզում են լինի, այսինքն այսօր լինի, վաղը չլինի, մյուս օր լինի, իհարկե դա լինելու է, ուղղակի կարծում եմ ժամանակի հարց է, մենք հաստատում կկանում ենք ոտքի վրա, այդ հարցերը իհարկե կոլոսի, որովհետեւ չեմ կարծում, որ 3000 տարի շարունակ մի երկարամաս որտեղ անդադ հայ մարդն է ապրել, այդպես շեշտո հանգիստ պետք է մարսվի մեր թշնամիների կողմից։ Մասնագետները համակարծիք են, այս հանցավոր գործելավոճի հիմնական նպատակը ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական ինքնության, պատմության եւ ներկայության լիակատար ջնջումն է։ ՊՎՑ-ն մարզային մի քանի համայնքներում արգելել է համայնքային հողերի աճուրդի չեղարկումը։ Կառավարության նիստում հողատարածքների առք ու վաճառքներին անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանը, մտահոգություն հայտնելով, թե հանրապետությունում հողեր են վաճառվում 1 քառակուսի մետրը 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Եվ ինչի՞ եմ ես սրա մասին իմանում, որ ասենք մեկ էլ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրի, ես դրա մասին եմ իմանում։ Էլ ինստիտուցիոնալ պրոբլեմա, ինչի ինձ ոչ մի անգամ ես կներեք իմ բանը չի հերիքում, ես չեմ կարող ամեն ինչի, կամ կարամ լավ չեմ աշխատում, որ ամեն ինչի մասին բացարձակապես տեղյակ լինեմ, բայց սա ինչ իրավիճակ է, ես չեմ հասկանում, դե չի բան անում, ձեր աչքը չի ծակում դա, որ ոնց կարա 100 դրամով հող վաճառվի։ Հողերի ձևական աճուրդներ ըստ Փաշինյանի պետք է վերանայվեն։ Կարող է այստեղ ուրիշ բան խոսում ենք, ես դռնից դուրս են գալիս, հետո ես այնտեղ մեգաֆոնը վերցնում եմ, ասում եմ ժողովուրդ, այն կառավարության նիստում որ ասցինք, դե այդ մոռացանք, ոնց պայմանավորվեցինք, տենց ենք անում։ Չի եղել, չէ՞, այսպիսի գոնե մի հատ դեպք 7 տարվա ընթացքում։ Եթե հողը գին չունի, թող վաճառվի իր իրական շուկայական գնով, բայց եթե ինքը թանկ է, թող վաճառվի թանկ։ Հիմա մենք էլի բերել ենք հեսա ստանդարտ սահմանենք մի հատ գին,
ու հողերի կեսը չվաճառվի։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են կասեցնել 2021 թվականից տարեց տարի զգալի չափով ավելացող գույքահարկի բեռի աճը։ Նախագծի հեղինակների դիտարկմամբ այն ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ։ Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ կվերացվի 2026-ից 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացումը։ Կառավարությունը սակայն դեմ է ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների ներկայացրած նախագծին։ Փաշինյանի ձևակերպմամբ գույքահարկի բարձրացումը լուծում է համայնքների ֆինանսական կարողությունների հարցը։ Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Իդեպ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ընդդիմադիր падգամավորների օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Ֆինանսների նախարարությունը նշել է, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Ցանկության դեպքում Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել նաև առանց Միացյալ Նահանգների համաձայնության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, անդրադառնալով Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ իրենք թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան չէր կարող մեզ կանգնեցնել։ Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք նախկինում նշված պատճառներով։ Եթե Ամերիկան եւ նրա գործակալները սխալ քայլ կատարեն, ավելի ուժեղ հարված կստանան։ Իհարկե, մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ պատերազմը լավ բան չէ, բայց եթե ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկի, մենք վճռականորեն կպատասխանենք։ Ռուսաստանի Դաշնության համար միանգամայն անընդունելի է Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը, նույնիսկ եթե խոսքը խաղաղապահների մասին է։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։ Նրա խոսքով ԱՄՆ-ն հասկանում է Ուկրաինայի օտարերկրյա զորքեր ուղարկելու հետևանքները եւ հետեւաբար իրեն հեռու է պահում նման ծրագրերից։ Հրադադարի դեպքում Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են պատրաստել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Սպասվում է, որ մինչեւ 30,000 եվրոպացի զինծառայողներ կպաշտպանեն Ուկրաինայի ենթակառուցվածքները, քաղաքներն ու նավահանգիստները։ Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին բանաձև, որի շրջանակում առաջարկվում է առգրավել ռուսական սառեցված ակտիվները։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում։ Ինչպես հայտնել է ազգային ժողովի նախագահ Յայել Բրոն-Պիվեն, փաստաթուղթը պաշտպանել է 280 падգամավոր, բանաձևին դեմ է արտահայտվել 54 խորհրդական։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ամերիկային կոչ է արել ամերիկյան միջուկային մարտագլխիկներն արևմտյան Եվրոպայից տեղափոխել Լեհաստանի տարածք։ Դուդան արդեն քննարկել է Լեհաստանում միջուկային զենքի տեղակայման հարցը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են դեպի արևելք 99 թվականին, ուստի 26 տարի անց պետք է լինի նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք։ Դա ինձ համար ակնհայտ է, ասել է Դուդան։ Իրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը վավերացրել էր համաձայնագիրը, ինչից հետո պայմանագիրն ուղարկվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը։ Գերատեսչությունից էլ հայտնել էին պայմանագրի հաստատման մասին, նշելով, որ այն չի հակասում Սահմանադրությանը։
Համաշխարհային բանկը 2025-29 թվականներին Հայաստանին տրամադրելու է երկրի տնտեսության զարգացմանը եւ կառավարման որակի բարելավմանը միտված բազմակողմանի աջակցություն։ Դա նախատեսված է մեր երկրի հետ համագործակցության նոր հնգամյա ծրագրով, որը տարեսկզբին հաստատել է Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը։ Բանկը առաջիկա 5 տարիներին 1.7 միլիարդ դոլարի նպատակային վարկավորում է հատկացնելու Հայաստանին։ Գրեթե 8 տարի տևած բանակցությունները տվեցին իրենց արդյունքը։ Մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի, խավիարի եւ ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Հայ ձկնաբույծների ու Եվրամիության միջև այսպես ասած միջնորդը սննդի անվտանգության տեսչական մարմինն է։ Իրանք տալիս են նախնական թույլտվության հայտը իրենց գրանցումից հետո թրեսից համակարգում, իրանք տալիս են ինչ չափորոշիչներով, տվյալ արտանումը պետք է հետազոտվի եւ գրանցում ենք համապատասխան թույլտվությունը տալիս ենք համակարգում, արտանումը իրականացվում է։ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում արդյունագործական ճանապարհով բուծվում են թառափազգի, իշխանազգի եւ կարփազգի ձկնատեսակներ։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները, ինչպես նաեւ ձկնաբույծների հարուստ փորձը, հայկական ձկնամթերքն աչքի է ընկնում իր բարձր որակական հատկանիշներով։ Չնայած Հայաստանը դեպի ծով ելք չունի, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է։ Բացի ձկան արտադրությունից, նաև հանրապետությունում զարգանում է ձկան եւ ձկնամթերքի արտադրությունը, այդ թվում խավիարի, կարմիր խավիարի, սև խավիարի, ինչպես նաև ձկան այլ վերամշակված պրոդուկտների ուղղությունները եւ կուզենայի նշել, որ նաև նախարարությունը որոշակի աշխատանքներ է իրականացրել եւ հանրապետություն են ժամանել միջազգային փորձագետներ եւ շատ գոհունակությամբ որակի ձկան եւ ձկնամթերքի որակի առումով շատ գոհունակություն են հայտնել։ 2024 թվականին մեր երկրում արտադրվել է 27,000 տոննա ձուկ եւ ձկնամթերք, 2023-ի համեմատ այս թիվը աճել է 4-ից 5%-ով։ Արտադրության համար պատասխանատու գերատեսչություններն ակնկալում են, որ առաջիկայում այս թիվը կավելանա, նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտահանման ծավալների մեծացմանը։ Վերամշակող արտադրամասերը մեզ մոտ 90% եւ ավել հագեցած են եվրոպական արտադրության տեխնոլոգիաներով, այսինքն ձկնաբույսներն էլ ժամանակին գիտակցել են, որ քայլեր պետք է կատարվի նաեւ այլ շուկաներ, այսպես ասած, նվաճելու հետ կապված եւ սեփական ուժերով, միջոցներով, այդ թվում նաեւ պետական աջակցության ծրագրերով, երբ որ վերակառուցել, վերազինել են իրենց արտադրամասերը, փորձել են հենց այնպես կառուցել, որպեսզի մոտ լինի կամ չզիջի եվրոպական չափանիշներին։ Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի եւ համաշխարհային համագործակցության համար։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնք հաճախ լինում են մարդու անուշադրության հետևանք։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը։ Ես ասեմ 57 տարեկան մարդ առաջ անգամ սես բան տեսա։ Օրգով գյուղի 57-ամյա բնակիչը պատմում է, թե ինչպես է իր Զազոկովը երկգլխանի հորթ ունեցել։ Մարտի 12-ին Վալեր Գրիգորյանը տեսնելով, որ կովը անհանգիստ շարժումներ է անում, հարևանին է դիմել։ Վերջինն էլ հայտնել է, որ կենթանին ամենայն հավանականությամբ պետք է ծննդաբերի։ Իրիկուն ասենք, ելը տանջվան, ես անասուներներ հուշտելան, առավոտելա ասի ավելավա մորթեմ։ Բայց մի քանի ժամ Զազոկովը չի կարողացել ծննդաբերել, անասնաբույժի են դիմել, վերջինն էլ հայտնել է, որ կովին պետք է մորթել, այդպես էլ արել են։ Չի բազմացել։ Հա, կպելա, ելը մի հատ, հա։ Եթե կովին էլ հանիկ մորթենք։ Դրանից հետո հայտնաբերել են երկգլխանի հորթ, սակայն կենթանին սատկած է եղել։ Տղամարդը պատրաստվում է հորթուկին թաղել։
Մարտի 12-ին Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի է հայտնաբերվել։ Այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարության Աբովյանի շրջան փրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք հատուկ ճոպաններով են դուրս բերել մարմինը։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում էին Կոտայքի մարզային քրեական վարչության պետն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետը։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, հանգամանքները պարզվում են։ Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, ոստիկանությունը քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Մարտի 12-ին Մեղրի Երևան ճանապարհին հրդեհ է բռնկվել Մերսեդեսում։ Վերնախցիկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ծառայողական մեքենայում պահվող կրակմարիչով։ Հետո արդեն փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։